Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը լինի մշտապես տեղեկացված։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկացվելի գագաթնաժողովին չեն մասնակցի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ դեմ չէ այդ գագաթնաժողովում համաձայնեցվելիք փաստաթղթերի ընդունմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն, ասել է Ուշակովը։ Շենք հապ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Որոշում կընդունվի կազմակերպության նախագահությունը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Հիշեցնենք, Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ 90 տարեկան հասակում մահացել է հնդիկ դերասան եւ քաղաքական գործիչ Դհար Մենդրան։ Այս մասին հաղորդում է The Independent-ը հողում անելով Յանսին։ Մահվան պատճառը անհայտ է։ Նա նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր Մումբայում շնչառական խնդիրների պատճառով եւ ավելի ուշ դուրս գրվել։ Դհար Մենդրան իր կինոդեբյուտը կատարել է 1960 թվականին։ Նրա ֆիլմագրությունը ներառում է գրեթե 300 դեր։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Վրեժը եւ օրենքը, Մի վախեցիր սիրելուց, Ռոքին եւ Ռանին, Զիտան եւ Գիտան եւ Սիրելի Ռաջան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներում կշնորհի 2 հնդկահավի առաջիկա գոհաբանության օրվա առթիվ։ Այս տարի Կուրլիկը եւ Վիլհյունը տոնական սեղանին չեն լինի, հայտարարել է Սպիտակ տունը։ Գոհաբանության օրվա նախօրեին հնդկահավերին ողորմելու ավանդույթը դրվել է Ջորջ Բուշ ավագի կողմից 1989 թվականին։ Թռչունը տոնին նվիրված ընթրիքի հիմնական ուտեստն է։ Այս տարի թռչունները չեն հայտնվի Սպիտակ տան տոնական սեղանին։ Նրանց համար հորինել են նաեւ զվարճալի կենսագրություն, ըստ որի Վիլհյունը երազում է դառնալ Նոր Կարոլինա նահանգի մարզական թիմի թալիսմանը, իսկ Կուրլիկը սիրում է կարագով թխվածքաբրիթներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Հաղորդվում է, որ նրանք մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում ԱՄՆ-ի կողմից կարգավորման առաջարկների համատեքստում։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունից էլ հայտնում են, որ քննարկվել է երկկողմ համագործակցության արդիական թեմատիկան, շեշտը դնելով առևտրաներդրումային կապերի հետագա ընդլայնման եւ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման վրա։ Վերահաստատվել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամի քաղաքական դիվանագիտական կարգավորման հարցում։ Հաղորդվում է, թե Էրդողանը մտադրություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս այդ նպատակով տրամադրել Ստամբուլյան հարթակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել ռուս-թուրքական շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք են բերել եւ ընդունել են համաձայնություններ ու որոշումներ։ Բաքվում հանդիպման ժամանակ որոշվել է, որ նախաձեռնությունը այսուհետև կկոչվի խաղաղության կամուրջ։ Ավելին, հանդիպման ընթացքում քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացի հարցերը, ինչպես նաեւ ներկայումս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հաղորդվում է, թե միաժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակությունների դերը երկխոսության վերականգնման եւ այդ դերի իրականացման գործում տեսանելի ապագայում առաջիկա համատեղ գործողությունները։ Նշվում է, թե առանձին քննարկվել է նաեւ խաղաղության գործընթացի համատեքստում երկու հասարակությունների համար հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր։ Դուք կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական եւ կրոնական ճնշումների վերաբերյալ։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության անունից ցանկանում ենք մեր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներկայումս տեղի ունեցող քաղաքական եւ կրոնական ճնշումների սրման վերաբերյալ։ Վերջին ամիսներին ընդդիմության առաջնորդների, խորհրդանի անդամների եւ հայ առաքելական եկեղեցու ավագ հոգեվորականների նկատմամբ ձերբակալությունների եւ հետապնդումների շարքը լուրջ հարցեր է առաջացրել դատական անկախության, խոսքի ազատության եւ ժողովրդավարական կառավարման ընդհանուր վիճակի վերաբերյալ։ Այդ ձերբակալությունները ընդգրկում են ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական ոլորտներ, մեղադրանքներով, որոնք տատանվում են քաղաքական խոչընդոտներից մինչև պետության դեմ ենթադրյալ դավադրություններ։ Գործող падգամավորների խորհրդարանական անձեռնմխելիության վերացումը ավելի է խորացնում մտահոգությունները դատական գործընթացներին հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Ձերբակալությունների ժամանակացույցը եւ օրինաչափությունը հստակորեն ենթադրում են քաղաքական դրդապատճառներ, որոնք համընկնում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտեցման հետ։ Առնելով վերոգնալ զարգացումները, մենք հարգանքով խնդրում ենք միջազգային հանրությանը, ժողովրդավարական ինստիտուտներին եւ մարդու իրավունքների
կազմակերպություններին հանդես գալ պաշտոնական հայտարարություններով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական եւ կրոնական գործիչների ձերբակալությունների եւ քրեական հետապնդումների վերաբերյալ մտահոգության մասին։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Գիսաստղ Ատլասը շարունակում է մոտենալ երկրին։ Գտնվում է երկրից մոտ 300 միլիոն կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա եւ շարունակում է ամեն օր մոտենալ եւս 2 միլիոն կիլոմետրով։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։